ինքը ասեց, որ կունենայինք նույն արդյունքը առանց զոհերի։ Ես իմ երեխուս հրաժեշտ չեմ տվել։ 44-օրյա պատերազմում զոհված Ժիրայր Մարգարյանի մայրը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ցույց է տալիս իր որդուց մնացած վերջին հուշը։ Ես երեխուս էս եմ գտել։ Ես վերջ անգամ չեմ բաներել։ Ինքը ընդամենը 18 տարեկան էր։ Աբովյանի դիահերձարանում պարկերի մեջ գետնին ընկած մարմիններից մեկն էլ իր որդունն է եղել 18-ամյա Ժիրայրինը։ Ցավս այսքան ուժգին չրանի, երբ որ Արցախը մեր հեղներ։ Երբ որ ես եթե ավարիա է լինում այդտեղ ինչ որ խաչքար են տնկում, այնտեղ կնամ ծաղիկ են տնում։ Իսկ ես երազել եմ իմ այնտեղից այն արուն թափած տեղը մի անգամ ելնել, որ մանգան ճիշտ լսվեր հենց Արցախում։ Որ իմ երեխեն հոկտեմբերի 15-ին է զոհվել։ Իմ երեխեն մինչև վերջի րոպեն ինքան բան է խոսում, որ ես չէի պատկերացնում, որ ինքը այդքան դժոխքի միջով է անցել։ Տիկին Նաիրան ասում է, որդու վրեժը լուծելու համար Ժիրայրի զոհվելուց հետո աղջիկ է ունեցել, որպես ապացույց, որ հանուն ոչնչի չի զոհվել իր տղան Հադրութի մատույցներում։ Ես ուզում եմ այնպեսի մարտանի, որ ուրիշ տեղերում, այլ երկրներում Ալևի համար մենք կոֆե չտնենք, Ալևը վազելով, այն իշխանությունը, այն մարտերներ, Ալևը վազելով կոֆեն դնի։ Ու ինքը ասում է, 5-8 տարի մենակ մեզ ասում էր, որ ձեզի կզացնելու է, ձեզի նստացնելու է, ձեզի դադելու է, բայց այն կան անմեղ եք, որ ինքը ոչ մի բան չկարողացավ անել, ինքը կան որ փոճիկ է։ Այս երեխեն, որ իր մարմինը անարգեցին գետնի վրա թողեցին, Աբովյանի մորգի գետնի վրա։ Իմ երեխեն 9 ամիս հետո եմ գտել։ 9 ամիս ու հակ դագաղ վերջի համբուրը չեմ տվել, ու ասեմ շնորհակալ եմ, հբարտ եմ, որ քո ծնողն եմ։ Աստված ինձ այդ վիճակի, որ ես եմ քո մայրը։ Ես մենակ իրա պատիժը կուզեմ։ Մեղավորների հատուցման պահը գալու է, տիկին Նաիրային խոստանում է Հայաստան դաշինքի առաջնորդը։ Արկածախնդիր մարդու տեղը բանտում է, ասում է Քոչարյանը։ Հայաստանում արկածախնդիր, ստախոս, վախկոտ կզացած այս 3 որակները իր մեջ կրող ազնվորությունն է ղեկավարում։ Նորմալ է սա։ Լրջագույն մարտահրավերների առաջ է կանգնել մեր երկիրը գործող իշխանության պատճառով։ Քրտնաջան աշխատանք է պետք, որ Հայաստանը նորից ոտքի կանգնի։ Ռոբերտ Քոչարյանը խոստանում է մեր երկիրը դարձնել տարածաշրջանի ամենազարգացած պետությունը։ Հայաստանը այս տարածաշրջանում պետք է լինի ամենից կազմակերպված, ամենից զարգացած, ամենից առաջատար երկիրը։ Դրա համար պետք է հմուտ կառավարում, կարգապահություն, կարգուկանոն և նպատակադրություն, առանց նման նպատակի մենք այստեղ լինելու ենք անհասկանալի մի միավոր, որտեղից քամի փչի, փորձելով ենք հարմարվել այդ քամուն։ Այն ֆլուգել են ասում են, որ քամին փչում է, սենց պտտվում է։ Հիմա սա գնում է Բրյուսել, բամբասում է ռուսներից, ասում է թիմ բերեք հիբրիդային պատերազմից պաշտպանվելու համար։ Գալիս են Հայաստան, մամուլի ասուլիսներ են անում, ասում են Ռուսաստան հետ եղբայրությունը։ Եթե եղբայրությունը ինչ է կատարում այս օրերի ընթացքում։ Սահմանափակումներ, որը ազդելու է ուղղակի ձեր բարեկեցության վրա, ձեր ընտանիքների վրա, բոլոր բիզնեսների վրա ազդելու է։ Հետո ինքը ասելու է, դե ինչ անեմ, հարիվ եմ։ Փաշինյանի լեզվին տալու պատճառով Թուրքիան ու Ադրբեջանը պատերազմ սկսեցին Հայաստանի հետ, հայտարարում է Քոչարյանը։ Հայաստան դաշինքի առաջնորդը Նիկոլ Փաշինյանին ադրբեջանական ռումբ է համարում Հայաստանի համար։ Այդ ռումբը վնասազերծելու համար դաշինքը սակրավորի դեր է ստանձնել։ Մի շաբաթ միջև պատերազմը այն բերած սուերը թռցնում էր ցույց տալու համար, որ ինչքան ուժեղ ենք, օդը փակել ենք։ Հետո պարզվեց, որ 0 սուի հետ մի հատ հրթիռ չկար։ Սա ես դու։ Հիմա նոր արկածախնդրության մեջ է մտել, աշխարհաքաղաքական խաղերի մեջ է մտել, մեզ թշնամացնում է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, ինչի համար, ինչ ես ուզում։ Ժողովուրդ ջան, իսկապես պահը ճակատագրական է, պետք է բոլորս սթափվենք, ես ասացի, որ համարեք, որ մենք սապյորական թիմ ենք, կա մի ադրբեջանական ռումբ, որը հայտնվել է Հայաստանում, դեռ չի պայթել,
բայց կարող է պայթի։ Վստահեք մեզ եւ մենք այդ միսիան մեր վրա վերցնելու ենք ձեր օգնությամբ, ձեր քվեններով։ Վստահում է արմավիրը Ռոբերտ Քոչարյանին։ Կարող ենք։ Հունիսի 7-ին ընտրատեղամաս են գնալու ու իրենց քվեն Հայաստան դաշինքին են տալու։ Ով քվեարկում է Փաշինյանի համար, քվեարկում է Ալիևի համար։ Սա պետք է դառնա մի կարգախոս։ Կարող եք ասել Փաշաևի համար, նույնն է, տարբերություն այստեղ չկա։ Ուրեմն ժողովուրդ ջան, միասին կարող ենք աշխատեք ձեր հարևանների հետ, աշխատեք ձեր բարեկամների հետ, ընկերների հետ։ Մենք վերջ պիտի տանք այս խայտարակությանը։ Ուրեմն միասին Լանա Համբարձումյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր, Կիրակի։